Եկակ տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր գնահատականը եւ այսպես երևի սկսենք Դավոսից Թրամփի նետած մարտահրավերների հետ կապված ձեր տեսակետը լսենք։ Հետաքրքիր է Թրամփի առաջ քաշած թեզերին կանադայի վարչապետը ինչ որտեղ նաև կարելի է ասել սկանդալային արձագանքը եղավ, որ Թրամփը տնտեսական մաքսատուրքերը մահակ է դարձրել։ Այս ամենի հետ կապված ձեր տեսակետը ինչ նոր մարտահրավերներ է նետում Թրամփը, նոր աշխարհակարգ է ձևավորվում արդյոք, թե այս կերպ Թրամփը ուզում է վերջնականապես տնտեսական, այսպես ասենք, ամբողջ լծակները վերցնելով իր ձեռքը, վերջին հարվածը հասցնել Ռուսաստանին եւ Չինաստանին։ Խնդրեմ ձեր տեսակետը նաև կանադայի վարչապետի հետ արձագանքի հետ կապված կլսենք ձեր խոսքը։ Տեսեք, Թրամփ փորձում է կազմաքանդել ամբողջ միջազգային այսօրվա կարգը, տնտեսական եւ քաղաքական, որը կա մինչեւ այսօր։ Ինչու՞, որտեղ նա հայտարարում է, որ այս միջազգային կարգից հիմնականում շահով են դուրս եկել Չինաստանը, Հնդկաստանը եւ զարգացող երկրները, որովհետեւ այսօր աշխարհով մեկ չինական ապրանքները գրավում են բոլոր շուկաները, ամերիկյան տնտեսությունը փաստորեն չի զարգանում, չի աշխատում, ամերիկյան այդ նահանգների են հիմնական արդյունաբերական գոտիները փաստացի կանգնած վիճակի մեջ են, Միացյալ Նահանգների տնտեսությունը շատ նմանվում է խորհրդային միության տնտեսությանը, որտեղ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի բոլոր խոշոր ընկերությունները տեղափոխում են իրենց արտադրությունները Չինաստան, եւ Չինաստանն է դառնում այսօր աշխարհի հիմնական տնտեսական շարժիչ ուժը։ Հասկանալի պատճառներով դա դժգոհություն է առաջացնում Միացյալ Նահանգների ժողովրդի մոտ, ովքեր որ ըստ էության աշխատանքներ չունեն, բան չունեն, եւ դրա պատճառով է Թրամփը եկել է իշխանության, եւ նա փորձում է այսպես ասած կանգնեցնել այս process-ը, եւ փորձում է այսպես ասած այս տարիֆային պատերազմներով փորձում է վերակենդանացնել ամերիկյան տնտեսությունը, եւ դրանով է պայմանավորված նաեւ այն, որ նա ճնշում է գործադրում ամերիկյան FRS-ի, ամերիկյան կենտրոնական բանկի վրա, որպեսզի դոլարի տոկոսադրույքը իջեցվի, եւ մենք տեսնում ենք թե ինչ աննախադեպ աճ է գրանցվում ոսկու եւ արծաթի գների ամբողջ աշխարհով մեկ, մինչդեռ մենք տեսնում ենք որ ոսկու եւ արծաթի գները բարձրանում են, բայց տնտեսությունները չեն զարգանում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է այն, որ ըստ էության Թրամփը ուզում է այն հսկայական պարտքը մինչեւ 37 տրիլիոն դոլարի, որ հասել է, փորձում է էժանացնել դոլարը, որպեսզի կարողանա կամաց փակել այդ պարտքը։ Ես մի օրինակ մի թիվ բերեմ, որ դուք պատկերացնեք։ Միացյալ Նահանգների բյուջեն մոտ 7 տրիլիոն դոլար է, որտեղ ընդհանրապես որ այդ 7 տրիլիոնից ինքը պարտք է վերցնում 1.8 տրիլիոն դոլար, որպեսզի կարողանա ծածկի բյուջեի դեֆիցիտը փաստորեն 1.8 տրիլիոն դոլար է, եւ այդ դեֆիցիտից 1 տրիլիոն դոլար ինքը վճարում է տոկոսներով պարտքերը այլ երկրներին, ովքեր որ գնել են ամերիկյան պարտաթղթերը։ Սա եթե մենք պարզ մարդկային լեզվով ասենք, ապա ամերիկյան տնտեսությունը գնում է դեպի անկում, ինչպես որ խորհրդային միության տնտեսությունն էր ժամանակին գնում։ Թրամփը փորձում է կանգնեցնել այս ամեն ինչը, Թրամփը փորձում է այսպես ասած ուժային մկաններ ցույց տալ, որպեսզի աշխարհը հասկանա, որ Միացյալ Նահանգները ուժեղ երկիր է եւ ուժեղ երկրին ոչ մեկ չի կարող արդեն այսպես պարտք վերադարձի խնդիր դնել, մյուս կողմից նա հասկանում է, որ չի կարելի նաև այսպես ասած ծառեցնել այլ երկրների փողերը, որի արդյունքում գնում է փախուստ դոլարից։ Մեզ մի թիվ ասեն, որ անցյալ տարվա տվյալներով Չինաստանի պրոֆիցիտը, այսինքն Չինաստանը համաշխարհային առևտրում 1 տրիլիոն դոլար ավելցուկ է ունեցել։ Եթե նախկինում այդ ավելցուկը հիմնականում դնում էր ամերիկյան պարտաթղթերի մեջ, ապա այս անգամ առաջին անգամ Չինաստանը այդ 1 տրիլիոնը փորձում է օգտագործել ոսկի գնելով, արծաթ գնելով, փորձում է ներդրումներ անել այն երկրների մեջ, որոնք գտնվում են այսպես ասած մետաքսի ճանապարհի ուղու վրա։ Իդեպ նշեմ, որ մետաքսի ճանապարհի վրա է նաև Անդրկովկասը, Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, եւ Չինաստանը 3 երկրների հետ կնքել է ռազմավարական այսպես ասած պայմանագրեր, բայց Վրաստանը հետ կնքել է 23 թվականին, Ադրբեջանի հետ կնքել է 24 թվականին, իսկ Հայաստանի հետ կնքեց անցյալ տարի ընդամենը սեպտեմբերին եւ այն էլ կնքեց զուտ ֆորմալ տեսակետից եւ պետք է նշել, որ Թրամփի Չինաստանի այդ ներդրումների ծավալից մեծ գումարներ են ներդրում լինելու Վրաստանում, Ադրբեջանում, մինչդեռ Հայաստանը փաստորեն պրակտիկորեն զրկվել է դրանից, որտեղ Հայաստանը մինչև վերջին ժամանակահատվածը վարում էր մի քաղաքականություն, որը կապ չուներ Չինաստանի շահերի հետ, եւ փաստացի կարելի ասել, որ
այն ներդրումները, լայնածավալ ներդրումները, որ Չինաստանը անում է Վրաստանում եւ Ադրբեջանում, փաստացի չի լինելու Հայաստանում։ Սա մեծ խնդրեմ է մեր համար, բայց դա արդեն այլ խնդիր է։ Սա է իրականությունը եւ Տրամպի կողմից այդ ճնշումները Իրանի վրա, Վենեսուելայի վրա, Գրենլանդիայի վրա պայմանված է հետ այդ հանգամանքով։ Ինքը փորձում է կանգնեցնել Չինաստանի տնտեսական հզորացումը։ Մենք գիտենք, որ Վենեսուելայի նավթի մոտավորապես 75% վաճառվում է Չինաստանին, իսկ Իրանի մոտավորապես 85% նավթի վաճառվում է Չինաստանին եւ Հնդկաստանին, եւ Տրամպը փորձում է Իրանի եւ Վենեսուելայի նավթը չեզոքացնել, որպեսզի նրանք չկարողանան վաճառել Չինաստանին, որպեսզի Չինաստանը չկարողանա այդ հզորությամբ ուժեղանալ եւ այսպես ասած կանգնեցնել չինական այդ ձնագունդը, որը սպառնում է ամերիկյան տնտեսության համար։ Սա է, եթե ամփոփ ներկայացնենք, թե ինչով էր պայմանավորված Տրամպի այդ ագրեսիվ քայլերը, որոնք մենք տեսնում ենք Իրանի նկատմամբ, Վենեսուելայի նկատմամբ, Գրենլանդիայի նկատմամբ, Կանադայի նկատմամբ եւ այսպես շարունակ։ Գրենլանդիայի մասով նաև եվրոպական երկրների կտրուկ արձագանքը ինչի կարող է հանգեցնել Իտալիայի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի։ Գիտեք, ես sense ձևակերպեմ Գրենլանդիայի հարցը փաստացի իրենք համարում են, որ Գրենլանդիայի նրա հայտ ներկայացնելը մոտավորապես նման է նրան, որ Ռուսաստանը փորձում է հայտ ներկայացնել Ուկրաինայի տարածքների մի մասի վրա, եւ իրենք համարում են, որ այդ Գրենլանդիան ուժով Միացյալ Նահանգները փորձի վերցնել, դա վերջնականապես կկազմաքանդի ամբողջ միջազգային իրավունքը, հասկանալով այդ ամենը Տրամպը փորձում է դա ավելի փափուկ ձևով անել, թե ինչպես դա կապարտվի, ես այս պայմանությամբ դժվարանում եմ ասել, սակայն պարզ է մի բան, որ արդեն եվրոպացիների դերակատարումը զգալիորեն թուլանալու է, որտեղ եվրոպացիները իրենց զրկեցին էժան էներգակիրներից, որը գալիս է Ռուսաստանից, իրենք բավականին լուրջ կախվածության մեջ են հայտնվել հիմնականում Միացյալ Նահանգներից, դուք գիտեք, որ գազի սպառումը Եվրոպայում մոտավորապես 25% արդեն Միացյալ Նահանգներից է գալիս եւ ընդհանրապես Եվրոպայի անվտանգության համակարգի առողջի բաժինը նույնպես Միացյալ Նահանգներին է հասնում եւ այդ իմաստով ասել որ եվրոպացիները լուրջ կարող են դիմադրել Միացյալ Նահանգներին մեղմ ասած չի կարելի։ Նավթի հետ կապված կարծեմ 3 կերպ չէ Սլովակիայի վարչապետներ կարծեմ նավթի չէ Սլովակիան մտադիր է դատարանում վիճարկել գազի հետ կապված Ռուսաստանից ԵՄ գազի ներմուծման արգելքը հայտարարել է վերջիններիս արտաքին նախարարը։ Դե Սլովակիան եւ Հունգարիան դուք գիտեք որ Ռուսաստանից է գազը ստանում թուրքական հոսքի միջոցով եւ տրամաբանական էր որ երբ որ Եվրոպական միությունը որոշում կայացրեց որ 27 թվականի հունվարի 1-ից վերջնականապես դադարելու է գազ գնել Ռուսաստանից, ապա ըստ էության դրան դեմ քվեարկեցին Հունգարիան, Սլովակիան եւ ձեռնպա քվեարկեց Բուլղարիան, որտեղ Բուլղարիան, Սլովակիան եւ Հունգարիան փաստացի գազը ստանում են թուրքական հոսքով, ռուսական գազ են ստանում եւ իրենց դա շահավետ չէ։ Նույն դամոսում է նաև մենք տեսանք մեր ներկայացուցիչները Փաշինյանը, մեր չէ, ցավոք այսօր իրենք ներկայացնում Հայաստանը, այդ ողորմելի կեցվածքը ու նորից ոչ մի խոսք մեր ռազմագերիների մասով, որևէ ասելիք չունեն այս մասով, ավելի Վահագն Խաչատուրյանն ինչքան կարող են այսպես ստորակար շնորհակալություն հայտնում Ալիևին, խնդրեմ։ Գիտեք, ես sense ձևակերպեմ Հայաստանը արդեն դադարել է լինել միջազգային հարաբերություններում քաղաքական սուբյեկտ, ինքը արդեն դարձել է օբյեկտ եւ դրա մասին արդեն վկայում են բազմաթիվ փաստեր եւ այդպեսին է նաեւ վերաբերմունքը Տրամպի կողմից։ Եթե դուք նկատեցիք նույն Դավոսում Տրամպը առանձնազրույց ունեցավ Ալիևի եւ չունեցավ Փաշինյանի հետ, որովհետեւ իրենք էլ են հասկանում, որ տարածաշրջանում գլխավոր երկիրը դարձել է Ադրբեջանը, իսկ Հայաստանը դարձել է, այսպես ասած, սպասարկող համակարգ եւ հենց դրանով է պայմանավորված այսպես ասած իրենց մոտեցումը։ Եթե դուք նկատեք նաեւ որ փող նախագահ Վենսի այցի ընթառաջ եւ իրենք ինչ հայտարարեցին որ գալիս են տարածաշրջան հանդիպելու Ադրբեջան եւ Հայաստան եւ նշեցին որ Հայաստանի հետ իրենք քննարկելու են խաղաղ միջուկային զենքի միջուկային բանի էներգիայի բանիսպես խնդիրների հետ կապված հարցերը, իսկ Ադրբեջանում քննարկելու են արդեն պաշտպանական խնդիրների հետ կապված, իսկ Ադրբեջանը իրենք դիտարկում են արդեն գլխավոր հենակետ, դուք գիտեք, որ այդ 907 բանաձևը փաստացի չեղարկել է Տրամպը եւ կոնգրեսը ժամանակի ընթացքում արդեն չեղել է հայտարարելու, Հայաստանը փաստացի դիտարկում են որպես տարանցիկ ուղի, այսինքն այդ Տրամպի ուղին նրանք փորձում են ամեն ինչ անել, որ Հայաստանը դառնա այսպես ասած տարանցիկ ուղի Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ
այսպես ասած Ադրբեջանին տալիս են ավելի մեծ դերակատարում։ Սա պայմանավորված է մի շարք գործոններով, բայց դրա մասին շատ ավելի երկար կարող ենք խոսել, բայց փաստը այն է նաև, որ ըստ էության Հայաստանին այդ դերակատարումը տալով Հայաստանը որևէ երաշխիք չի ստանալու։ Ես ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ուրբաթ օրը Միացյալ Նահանգների պատերազմի նախարարությունը, այսինքն պաշտպանության նախարարությունը մի փաստաթուղթ հրապարակեց, որտեղ նշվում էր, թե որն է լինելու պաշտպանության նախարարության հայեցակարգը ամբողջ աշխարհով մեկ։ Ուրեմն ես ուզում եմ, որ մեր ժողովուրդն, մեր հասարակությունը դրա մասին իմանա։ Իրենք նախ պաշտոնապես հայտարարեցին, որ Միացյալ Նահանգները այլևս չեն դիտարկելու Չինաստանին եւ Ռուսաստանին որպես գլխավոր թիրախներ աշխարհով մեկ, այսինքն նույնիսկ հարավ-արևելյան Ասիայում Չինաստանի հետ Միացյալ Նահանգները արդեն չի դատարկելու պոտենցիալ հնարավոր հակառակորդ, որ կարող է բախում լինել, այսինքն Միացյալ Նահանգները փաստորեն ակտարկում է, որ պատրաստում է իր զորքերը դուրս բերել հարավային Կորեայից։ Նույնը կարելի ասել եվրոպական տարածաշրջանում, Եվրոպայում իրենք հայտարարում են, որ ուկրաինական կոնֆլիկտը եւ ընդհանրապես եվրոպական խնդիրները պետք է լուծեն եվրոպացիները, իսկ Միացյալ Նահանգները այլևս դուրս են գալիս այդ հակամարտության գոտուց Ռուսաստանի հետ, եւ Միացյալ Նահանգների գլխավոր տարածաշրջանը լինելու է արևմտյան կիսագունդը, Լատինական Ամերիկան, Գրենլանդիան, Կանադան եւ այլն, եւ միջին արևելքում էլ գլխավոր խնդիրը լինելու է այն, որ Միացյալ Նահանգները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Իրանը չունենա միջուկային զենք։ Այսինքն մենք կարող ենք պաշտոնապես ասել, որ Միացյալ Նահանգները Կովկասյան տարածաշրջանի վրա որևէ հավակնություն չունեն երաշխիքային կամ անվտանգային խնդիրներ լուծելու համար։ Սա ինչ է նշանակում, որ Հայաստանում բոլոր այն շրջանակները, որոնք խոսում են, որ Տրամպի կամուրջի միջոցով կամ Միացյալ Նահանգների միջոցով Հայաստանը կարող է անվտանգության երաշխիք ստանալ, այդ մարդիկ կամ խաբեբաներ են կամ անմեղ սունակներ։ Երրորդ տարբերակ չկա, այսինքն ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը հստակ իմանա, որ Միացյալ Նահանգները, տեսեք, նույնիսկ Ուկրաինայից են ինքը հրաժարվում երաշխավոր դեր կատարել։ Առավել եւս ըստ էության ինքը այլ պոստսովետական երկրների հետ կապված նույն դիրքորոշումն ունի։ Ուրեմն Միացյալ Նահանգները որևէ երաշխիքային համակարգի մեջ չի մտնելու մեր տարածաշրջանում։ Այսինքն այս տարածաշրջանը թողնված է ըստ էության ռեգիոնալ երկրների վրա, Ռուսաստանի, Իրանի եւ հիմնականում Թուրքիայի վրա։ Քանի որ հաշվառնելով այն հանգամանքը, որ Իրանը ըստ էության ծանր վիճակի մեջ է, կարելի ասել, որ հիմնական պայքարը այս տարածաշրջանում գնալու է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, եւ Միացյալ Նահանգները ըստ էության դիտորդի դերում են լինելու։ Եվ սա մեր հասարակությունը պետք է հասկանա, որ խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ կարող է հասնել տրամաբանական արդյունքի եւ հաջող հասնել միայն այն դեպքում, երբ որ այդ process-ը ունենա երաշխավորների ինստիտուտ։ Առանց երաշխավորի ինստիտուտ նշանակում է, որ գործընթացի մեջ հաշվառնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը ուժեղ կողմ է ունի Թուրքիայի պես դաշնակից, ապա կստացվի, որ մենք պետք է հույսը դնենք Ալիևի բարի կամքի վրա։ Բարի կամքի վրա դնելը դա հիմարություն է եւ անմեղսունակություն, որովհետեւ նույնիսկ եթե Ալիևի տեղը լիներ մի խաղաղասեր անձնավորություն Ադրբեջանում, եթե դու քո ամբողջ process-ի մեջ հույսը դնում ես բարի կամքի վրա այդ տիպի մարդու, ապա ցանկացած մարդ իր մոտ կզարթնի, այսպես ասած, Հայաստանը գրավելու եւ կլանելու խնդիր։ Այսինքն որպեսի այս խաղաղ գործընթացը իր տրամաբանական ավարտ ունենա նորմալ եղանակով, ապա այս process-ում պետք է ունենա երաշխավորների ինստիտուտ։ Առանց երաշխավորների ինստիտուտի այս խաղաղության process-ը դա խաբեություն է, որը կարող է ավարտվել տխուր այն process-ով, ինչպես որ ավարտվեց Արցախում։ Սա ես ուզում եմ հատուկ նշեմ, որ այլևս այստեղ արդեն սպեկուլյացիայի, մանիպուլյացիայի խնդիր չլինի։ Միացյալ Նահանգները հստակ հայտարարում են, որ այս տարածաշրջանում իրենք երաշխավորների անվտանգության խնդիրներ չեն հետապնդելու, որտեղ այս տարածաշրջանից հետաքրքիր չէ, այս տարածաշրջանը իրենք թողնում են Ռուսաստանին եւ Թուրքիային։ Ավելին կարող եմ ասեմ, նույնիսկ Տրամպը իր ելույթների ժամանակ ակնարկում է, որ սա այսպես ասած Ռուսաստանի ազդեցության տարածք է, եւ այս կոնտեքստի մեջ շատ հետաքրքիր է, որ Ֆիդանը հայտարարեց վերջերս, որ ինքը աջակցում է Նիկոլ Փաշինյանին գալիք ընտրությունների շեմին։ Ինչի է հայտարարել, սա հասարակության մեջ բազմաթիվ քննարկումներ եղավ, թե ինչի է Ֆիդանը նման բան հայտարարում, որ մի մասը ասում է, որ Ֆիդանը ուզում է ցույց տալ, որ ինքը ուղղակի աջակցում է Փաշինյանին, մյուս մասը ասում է, որ դրանով ինքը վատություն արեց։ Ես ուզում եմ, Ժողովուրդ ջան, մենք պարզ իմանանք, թե ինչի է հայտարարել։ Սա շատ պարզ է, որ շատ կարևոր է մենք հասկանանք։ Ֆիդանի հայտարարությունը ուղղված չէր հայ հասարակությանը։
Ֆիդանի հայտարարությունը ուղղված էր Տրամպին եւ Պուտինին։ Ֆիդանը իր հայտարարությունով նշում է, որ ինքը համաձայն չէ Տրամպի հետ, որ այս տարածաշրջանը պետք է լինի Ռուսաստանի ազդեցության գոտի։ Ֆիդանը հայտարարում է, որ ինքը հայտ է ներկայացնում, որ Թուրքիան ունենա ազդեցություն այս տարածաշրջանի վրա եւ հղում է անում այն հանգամանքի վրա, որ այսօրվա Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը փաստացի Թուրքիայի կողմնակից է եւ քանի որ Թուրքիայի կողմնակից է, ինքն էլ ունի մեծ վարկանիշ Հայաստանում, իր խոսքերն եմ ասում, ապա շատ տրամաբանական է, որ Թուրքիան ունենա հավակնություն այս տարածաշրջանում, այդ թվում նաեւ Հայաստանում ունենալ իր ազդեցությունը ի հակառակ այն պատկերացման, որ ունեն Տրամպը եւ Պուտինը։ Հենց դրա համար է ինքը հայտարարել։ Ինքը շատ լավ գիտի, որ հայ հասարակության մեջ ինչպես են տրամադրված Թուրքիայի նկատմամբ։ Իդեպ ասեմ, Ֆիդանը երկար ժամանակ, ավելի քան 13 տարի եղել է Թուրքիայի հատուկ ծառայությունների ղեկավար եւ լավ ղեկավար է եղել եւ թուրքական հետախուզական եւ փորձագիտական շրջանակներում այն տեսակետն է տարածված հայ ժողովրդի մասին, որը ժամանակին ասել է Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլերը։ Նա ասել է, որ հայերը գյաուրներ են, այսինքն անհավատներ են, որ հայերը փաստացի ոչ մի արժեք եւ առաքելություն չունեն եւ փողի մեռած ժողովուրդ է եւ այդ ժողովրդին պետք է փողով առնել եւ լուծել բոլոր խնդիրները, որտեղ իրենք փողի դիմաց իրենց հայրենիքները կծախեն։ Սա, ես ասում եմ, այն տեսակետը, որ տարածված է թուրքական, փորձագիտական, հետախուզական եւ քաղաքական շրջանակներում։ Ցավոք պետք է ասել, որ դրա, այսպես ասած, բաները որոշակի հիմքերը ինչ որ իմաստով մենք տվել ենք այս վերջին 30 տարիների ընթացքում։ Ինչու՞։ Որովհետեւ մենք փողով անցկացրել ենք ընտրություններ, փողով ձևավորել ենք ընտրական ցուցակներ, փողը դարձել է մեր գլխավոր կյանքի իմաստը։ Մենք փողի դիմաց դավաճանություններ են կատարվում, փողի դիմաց մեր մոտ եկեղեցում այսպեսի այլանդակ process-ներ են կատարվում, փողի շնորհիվ դավաճաններ են դուրս գալիս եւ հայտարարում են, որ չգիտեմ, տարբեր տիպի բաներ են հայտարարում, որը կապ չունի մեր ժողովրդի պատկերացումների հետ։ Այս ամենը ցույց է տալիս, որ մենք լուրջ խորը ճգնաժամի մեջ ենք առաջին հերթին բարո արժեքային համակարգի հիման վրա, որովհետեւ եթե մեր մասին այդպիսի պատկերացում կա ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ արևմտյան երկրներում, Ռուսաստանում, մոտավորապես նույն գնահատականներ են տալիս, մենք պետք է մեր մեջ հետևություն անենք, թե ինչու է այդպես ստացվել։ Իհարկե մենք 600 տարի պետականություն չենք ունեցել, այլ երկրներում ապրելով մենք ձևավորել ենք տարբեր տիպի վերնախավեր, որոնք ըստ էության փորձել են ծառայել այլ տերություններին, եւ դա ձևավորվել է մեր ժողովրդի մեջ ուրույն հոգեբանություն եւ ուրույն պատկերացումներ, բայց մենք չենք կարող այսպես երկար շարունակ այսպես զարգանալ, որտեղ եթե մենք այդ արժեքներն ու բարքերը պահպանենք, մենք որպես պետություն եւ որպես ժողովուրդ կվերանանք այս տարածաշրջանից, որտեղ տարածաշրջանի համար գնում է կատաղի պայքար լուրջ երկրների միջև, եւ եթե մենք որպես ժողովուրդ, որ արդեն դարձել ենք օբյեկտ 18 թվականից հետո, թուրքական փորձագիտական շրջանակներն ասում են, որ 18 թվականից հետո մենք ունեցանք հնարավորությունների պատոհան աշխատելու նոր Հայաստանի իշխանությունների հետ, իրանք խոստովանում են, որ իրանք ակտիվ աշխատել են այս իշխանությունների հետ, իսկ 20 թվականի պատերազմի ապարտությունից հետո Հայաստանը դադարել է լինել արդեն քաղաքական սուբյեկտ տարածաշրջանում, դարձել է օբյեկտ։ Հիմա օբյեկտից հաջորդ քայլը լինելու է այս տարածաշրջանի պետականության վերացում։ Մենք պատրաստ ենք դրան թե ոչ։ Սա ես ուզում եմ հռետորական հարցադրում որպես հնչի մեր հասարակության առջև, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ պետք է անենք։ Իդեպ շատերն ասում են, որ հնարավոր չէ ընտրություններով ինչ-որ բան փոխել, առանց ընտրությունների, չգիտեմ։ Ես ուղղակի ուզում եմ նշել, որ ինչ չգրված խաղի կանոն է հաստատված Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Թուրքիան գրեթե բոլոր խողովակներով հայտարարում է, որ եթե Հայաստանում ոչ ընտրական ճանապարհով իշխանությունը փոխվի, ապա իրենք ուղղակի միջամտելու են Հայաստանի ներքին գործերի մեջ։ Ինչպես որ հիշում եք 2021 թվականին, երբ որ Հայաստանի գլխավոր շտաբը հայտարարություն արեց, իրենք դա հայտարարեցին, որ իրենք թույլ չեն տա, որ դա լինի։ Հիմա իրանք նույնը նշում են։ Ի պատասխան դրա Ռուսաստանը ակնարկում է, որ եթե Հայաստանում ընտրությունները կեղծվեն, իրենք կմիջամտեն այդ բանի մեջ։ Իրենք թույլ չեն տա, որ Հայաստանում մոլդովական սցենարով իշխանությունները կարողանան կեղծել ընտրությունները։ Այսինքն առաջացել է մի ընդհանուր հայտարար Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև, որ երկուսն էլ ասում են, որ հայ ժողովուրդը պետք է որոշի, թե ինքը ինչ երկիր է ուզում կառուցել։ Երկիր, որը պետք է հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ, թե երկիր, որը կարողանա Ռուսաստանի հետ միասին կարողանա այսպես ասած դուրս գալ այս վիճակից եւ միաժամանակ փորձի բարեդրացիական հարաբերություն հաստատել իր հարևանների հետ։
Այս ընտրությունը կանգնած է մեր ժողովրդի առջև եւ գալիք ընտրությունները մեր ժողովուրդը հենց այդպիսի ընտրություն պետք է կատարի։ Սա է խնդիրը։ Սպասվում է Վերսի այցի Հայաստան, դուք արդեն խոսեցիք եւ նայեք, մենք Բելարուսի օրինակով տեսել ենք, որ կարողացան իրենք հասնել մարդկանց մի խնդրի ազատ արձակմանը, այսինքն հիմա այս Հայաստան պետք է նպատակահարմար ու այսպես ասենք օգտագործել եւ հասնել նրան, որ հաստատի քրիստոնեություն ընդունած առաջին երկրում քրիստոնյաները բռնաճնշում են, սրբազանները կալանավորված եւ ոչ միայն Բաքվի բանտերում շարունակում են մեր հայրենակիցների խոշտանգել։ Այս մասով խնդրեմ ձեր տեսակետը քաղաքական տարբեր ուժեր իհարկե կոչ են անում, որ պետք է համախմբվել եւ ակցիաներով բարձրաձայնել այս խնդրի մասին։ Համեցեք այցի օրը ես չեմ բացառում, որ Վեյսի այցի ընթացքում ինչ որ մի փոքր խմբականակ կարելի ունի ազատվել ադրբեջանական բանտից, բայց ես համոզված եմ, որ ամբողջական բոլոր այն մարդիկ, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական բանտում, չեն ազատվի ամբողջովին։ Այդ բանտարկյանների ազատումը կարող է լինել միայն այն դեպքում, երբ որ հայ-ադրբեջանական բանակցային խաղաղ այս գործընթացը ավարտվի իր տրամաբանական արդյունքով, բայց դրա համար, որպեսզի մենք կարողանանք տրամաբանական եւ մեր համար շահեկան արդյունքով ավարտվենք, մենք պետք է ունենանք երաշխիքների ինստիտուտ։ Ինչու՞, որտեղ Ադրբեջանը ուժեղ կողմն է, մենք թույլ կողմն ենք, ուժեղի եւ թույլի մեջ եթե չկա միջնորդ, ապա ուժեղը բոլոր թելադրելու է բոլոր հարցերում։ Ինքը ըստ էության, տեսեք ընդամենը այս մոտ 500 կիլոմետր սահմանից ընդամենը 12 կիլոմետրը դեմարկացիա եւ դելիմիտացիա ենթարկված։ Ինչու՞, որովհետեւ Ադրբեջանի շահավետ չէ խորացնել այդ process-ը, որտեղ ինքը հույս ունի, որ բոլոր հարցերում, որտեղ ինքը զիջումներ է պահանջելու, ինքը ստանա այդ զիջումը։ Տեսեք, Զանգեզուրի մասով ինքը զիջումը ստանալուց հետո ինքը փորձել է ստանալ զիջումները այլ տեղերում։ Հասկանալի պատճառներով ուժեղ կողմը որևէ լուրջ զիջման չի գնալու, որպեսզի ուժեղ կողմը գնա զիջման, մենք պետք է ունենանք երաշխավոր, ինչպես որ բնական կյանքում, երբ որ մարդիկ իրաց մեջ կոնֆլիկտ են ունում, դատարան են գնում, որ դատարանը որոշում կայացի։ Եթե դատարանը չլիներ, ուժեղ կողմը մի թույլ կողմին ուղղակի ֆիզիկապես կոչնչացներ, կլուծեր իր խնդիրը։ Քանի որ դատարանը կա քաղաքակիրթ աշխարհում, դատարանը թույլ չի տալիս, որ ուժեղ կողմը, եթե ինքը սխալ է, ինքը կարողանա հասնել իր նպատակին։ Նույնն միջազգային հարաբերությունում, եթե ուժեղ եւ թույլ կողմ կա, թույլ կողմին շահավետ է, որ լինի դատավոր, միջնորդ, որպեսզի այդ միջնորդը թույլ չտա, որպեսզի ուժեղ կողմը բոլոր իր նպատակներին հասնի։ Հիմա առանց այդ միջնորդի հնարավոր չէ։ Հիմա ինչի այսօրվա իշխանությունը փաստորեն չի ուզում այդ միջնորդ ուժը լինի։ Շատ պարզ պատճառ է, որտեղ այդ միջնորդ ուժից ինքը երազում էր, որ դա լիներ Եվրամիությունը կամ Միացյալ Նահանգները։ Իրանք հրաժարվում են դա լինել, որտեղ Միացյալ Նահանգներն ասում են մենք երաշխավոր չենք ուզում դառնալ այս տարածաշրջանում, որտեղ դա մեզ հետաքրքիր չի։ Պարզ է։ Նույնը կարելի ասել Եվրամիության մասին, իրենք հնարավորություններ չունեն։ Մնում է մի քանի տարբերակ ռեալ գետնի վրա այդ միջնորդը կարող է լինել տարածաշրջանի երկրները, Ռուսաստանը, Թուրքիան կամ Իրանը։ Հասկանալի պատճառով Իրանը օբյեկտիվորեն իր ներքին խնդիրներով է զբաղված, մնում է կամ Թուրքիան կամ Ռուսաստանը։ Հաշվանդելով այն հանգամանքը, որ այս իշխանությունը ըստ էության մեծ վնասներ է տվել, այսպես ասած, Ռուսաստանին, ինքը Ղարաբաղը հանձնելով փաստացի ռուսական զորքերին ստիպել է, որ դուրս գա այս տարածաշրջանից եւ ռուսները չեն մոռացել դրա համար։ Եվ այսօրվա իշխանությունը շատ լավ հասկանում է, թե ինչ հետևանքներ կարող է լինել իր համար, եթե Ռուսաստանի ազդեցությունը մեծանա, ինքը ամեն ինչ անում է, որ Ռուսաստանը չլինի այդ հարցում։ Ինքը բնականաբար կուզեր, որ Թուրքիան լիներ, բայց հրապարակավ չի կարող դա ասել, որտեղ հասարակության մեջ ինքը կկորցնի իր նույնիսկ այն 10% վարկանիշը, որ ինքը ունի։ Դրա համար ինքը հայտարարում է, որ մեզ միջնորդներ պետք չեն։ Միջնորդներ պետք չեն, նշանակում է, որ Հայաստանը հավերժորեն անընդհատ գնալու է զիջումների։ Սա ես նույնպես եմ գրում, դա փաստ է։ Սա ճշմարտություն է, որը պետք է մեր հասարակությունը իմանա։ Եվ այս պարագայում, ես նույնպես եմ կրկնում, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս process-ի մեջ լինի միջնորդ։ Իսկ առանց այս իշխանության փոփոխության դա հնարավոր չէ, որտեղ այս իշխանությունը չի ուզում իրեն անձամբ իրենց դա շահավետ չէ, որտեղ դա կսպառնա իրենց իշխանությանը։ Սա է խնդիրը։ Թրիպը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից։ Գրված է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության կայքեջում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով Ռուսաստանի մասնակցությունը նախագծին նույնիսկ չի քննարկվել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ։ Այս մասով խնդրեմ դեպի։ Տեսեք, բնականաբար բոլոր այն երկրները, որոնք Ռուսաստանի հետ կոնֆլիկտ ունեն, շահագրգռված են, որ Ռուսաստանի ազդեցությունը մաքսիմալ փոքր լինի Հայաստանի վրա։ Դրա մեջ շահագրգռված է նաև այսօրվա Հայաստանի իշխանությունը։ Շատ բոլորս էլ հասկանում ենք։ Հիմա թրիպը մեծ հաշվով դա ընդհանրապես միայն ճանապարհի խնդիր է։ Այլ լուրջ բանի մասին չկա, նույնիսկ երաշխիքների ինստիտուտի գոյություն չունի այնտեղ։
Այսինքն խոսել որ այդ տրիպը կարող է ֆունդամենտալ, այսպես ասած, զրկել Ռուսաստանին կամ այլ երկրներին ազդեցնից, դա մեղմ ասած լուրջ չէ։ Այլ խնդիրը որ դա երազանք է այսօրվա իշխանության համար, ցանկություն է բոլոր այն երկրների համար, որոնք հակադրում են Ռուսաստանի հետ, դա երազանք է նաև Թուրքիայի համար, եւ ասեմ որ Թուրքիան Միացյալ Նահանգների դեսպան Բարակը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, ուղղակիորեն շատ քիփորեն համագործակցում է այսօրվա Հայաստանի իշխանությունների հետ եւ իրենց երազանքը դա է, բայց որպեսզի այդ երազանքին իրենք հասնեն, պետք է մեր ժողովրդին ուղղակի բառից բուն իմաստով մանիպուլյացիայի ենթարկեն այն մակարդակի, որ մարդիկ գնան ինքնաոչնչացման, դա հնարավոր չէ։ Ցանկացած ժողովուրդ, նույնիսկ ամենաախմախ ժողովուրդը չի կարող հրապարակավ գնա ինքնաոչնչացման։ Հաշվանդելով այդ հանգամանքը, բոլորն են հասկանում են, որ այս իշխանությունը որևէ շանս չունի վերարտադրվելու։ Այլ խնդիր է, որ հաջորդ իշխանությունը պետք է երբ որ գա, ինքը պետք է հաշվի առնի որոշակի իրականությունը, որտեղ այն իրականությունը, որը կա, էապես տարբերվում է 18 թվականից առաջվա իրականությունից։ Եվ եթե մենք երազների մեջ սխալ երազների մեջ հայտնվենք եւ երազախախությամբ ավարտենք մեր ամեն ինչը, մենք շատ տխուր ապագա կունենանք։ Մենք պետք է կարողանանք հասկանալ այս իրականությունը, փորձենք հասկանալ ոնց անենք, որ երաշիկ բերենք մեր բանակցային process-ի մեջ, հասկանանք թե մենք ինչ կարանք ցանկանանք, ինչ առավելը կարանք ցանկանանք եւ կարողանք ստանալ, եւ ամենակարևորը պահպանենք Հայաստանի անվտանգությունը։ Ամենակենտրոնական խնդիրն է։ Առանց Հայաստանում անվտանգային համակարգի, կայուն համակարգի մենք չենք կարող Հայաստանում լուրջ ներդրումներ բերել, որտեղ պոտենցիալ բոլոր ներդրողները, որոնք ուզում են Հայաստանում ներդրում անել, իրանք պետք է Ալիևի աչքերի մեջ նայեն, թե Ալիևը ոնց է զարթնել այսօր եւ ինչ մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ։ Ոչ մի լուրջ ներդրող խելագար չէ այս պայմաններում Հայաստանում լուրջ իրանք ներդրում կանեն Ադրբեջանում, ներդրում կանեն Վրաստանում։ Նույն Վրաստանում Էմիրատները 6 միլիարդ դոլարի ներդրում են անում Սևծովյան ափում եւ Թբիլիսի քաղաքում։ Նույն Չինաստանը անակլա նավահանգիստ է կառուցում եւ տրանսպորտային համակարգում հսկայական ներդրումներ է անում։ Հայաստանում այդպիսի բան չի կարող լինել, քանի այս իշխանությունը կա։ Առանց լայնածավալ ներդրումների հարգելի ժողովուրդ, մարդկանց կենսամակարդակը հնարավոր չէ բարձրացնել։ Մարդկանց թոշակները, որը մինիմալը 36,000 է, մոտավորապես 40-50 հազար թոշակ ստացող մարդը ոնց կարա ապրի, երբ որ մինիմալ սպառողական զամբյուղը նույնիսկ պաշտոնական ամենա ցածր բաներով 75,000-ից 80,000 է կազմում։ Դա հնարավոր չէ։ Մինիմալ աշխատավարձը այսօր 75,000 դրամ է։ Եթե մենք հաշվի առնենք, որ 470,000 թոշակավոր կա Հայաստանում, իսկ մինիմալ աշխատավարձով մոտավորապես պաշտոնական տվյալը մինչև 30%-ն է, ապա կարող ենք ասել, որ մեր ժողովրդի մոտ 70%-ը ծայրահեղ աղքատ վիճակում է ապրում։ Իսկ այն թեզը, թե միջին աշխատավարձը $850 է, ես ուզում եմ հարց տամ, Երևանից դուրս մեր բոլոր քաղաքացիները, որ նայում են, դուք $850 աշխատավարձ եք ստանում։ Իհարկե ոչ։ Տեսեք, 20 թվականի, 22 թվականի Երեք հայտի դարձավ նաև, որ Աննա Վարդապետյանն է իրեն, ես չգիտեմ էլի, ես թվերը, ինքն իրեն պարգևատրել է խոշոր գումարով և դա դատախազությունը չի երգում։ Խոսքը 1,894,300 դրամի մասին։ Տեսեք, Մարիամ, այդ ամեն ինչը, որ դուք ասում եք, դրանք սերմիչկաներ են։ Ես ասեմ ձեզ մի քանի ուրիշ փաստ ասեմ, որ դուք պատկերացնեք, հա։ Ուրեմն ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստանի հնան ավելացել է 2 անգամ։ Այդ 2 անգամ ավելացել է զուտ այն բանի պատճառով, որ Ռուսաստանից ռելոկանտերական Հայաստան, ռուսական բիզնեսները տեղափոխվեց Հայաստան։ Հայաստանը այն դաշտներ նաև Վրաստանի, Էմիրատների, Թուրքիայի հետ միասին, որտեղ այսպես զուգահեռ ներդրումների process-ի մեջ հայտնվեց։ Ես հարց եմ տալիս, Հայաստանի էկոնոմիկան մեծացել է 2 անգամ։ Հայաստանի մարդկանց կենսամակարդակը 2 անգամ է մեծացել։ Ես ուզում եմ հարց տամ մեր ժողովրդին։ Դուք 2 անգամ ավելի լավ եք ապրում, կարծում եմ, որ ճիշտ հակառակը։ Դուք 2 անգամ ավելի վատ եք ապրում։ Ինչու՞։ Որովհետև Հայաստանի էկոնոմիկան մեծացել է 2 անգամ, իսկ բանկերի շահույթը գիտեք քանի անգամ է մեծացել։ Ես ասեմ ձեզ, 20 թվականին համախառն բանկերի մաքուր շահույթը կազմել է $100 միլիոն, իսկ 2025 թվականի տվյալներով 1,1 միլիարդ, 11 անգամ է մեծացել։
Այսինքն Հայաստանի համախառն ներքին արդյունքը մեծացել է 2 անգամ, բանկերի շահույթը տարեկան 10-11 անգամ է մեծացել 20 թվականի համեմատած։ Դուք հասկանում եք, որ այն միջին աշխատավարձը վրացնելու $150, դե ինչ մանիպուլյացիա եւ ցինիկ թիվ է, որ համեմատում ենք մեր ամբողջ ժողովրդի, ապա ժողովրդի ճնշող մեծամասնություն այդ աշխատավարձների չի էլ տեսնում։ Այդ աշխատավարձները հիմնականում տարածված են բանկային համակարգում, IT ոլորտում եւ պետական ծառայողները իրենց պարգևավճարներ են տալիս ձեր ասած միլիոններով եւ ըստ էության իրանք հաղթարել են իրենց աղքատությունը իրենց գլխին ձեր հաշվին, հարգելի ժողովուրդ, ձեզ խաբելու հաշվին։ Իրենք ասում են, որ գալիս ենք 18 թվականին, որ վերացնենք օլիգարխիկ համակարգը։ Իրանք օլիգարխիկ համակարգը ամբողջ Հայաստանն են սարքել։ Իրենք ասում են, որ բանանի գինը 700 դրամ է, որտեղ այնտեղ օլիգարխ է։ Ամբողջ գներն են սարքել բանանի գին Հայաստանի ապրանքների։ Իրենք ասում են, որ իրենք թալանը հետ են բերելու ժողովրդից։ Այսօրվա դրությամբ վիճարկվում է դատարաններում մոտավորապես $1.5 միլիարդ նախկին թալանչիների փող։ Ես մի հարց եմ ուզում տամ մեր ժողովրդին։ Իսկ դու գիտեք, ընդհանրապես մի տարվա ընթացքում այս իշխանությունների մոտ մի օլիգարխ տարեկան մաքուր եկամուտը ինչքան է կազմում։ Ճիշտ է, $1.5 միլիարդ։ Այսինքն մենակ մի տարվա ընթացքում մի օլիգարխ, որը այս իշխանության ընկերն է, տարեկան ունի $1.5 միլիարդ եւ իրենք նախկին բոլորի այսպես ասած թալանը, որը 10, 20, 30 տարվա մեջ եղել է, իրանք այսպես ասած դատարաններում վիճակում են այդ ամբողջ տալանը կազմում է ընդամենը $1.5 միլիարդ։ Ես ուզում եմ այդ թվերը դուք լավ հիշեք, հասկանաք այս մարդկանց իրական էությունը եւ ինչու պետք է այս մարդկանց փոխել, որովհետեւ սա այս ամենը տեսնում են ոչ միայն դուք եք տեսնում կամ մի զգալի մասը չեք տեսնում, ամբողջ աշխարհը տեսնում է եւ զարմանում է մեր ժողովրդի վրա, զարմանում է մեր ժողովրդի համբերության վրա, զարմանում է մեր ժողովրդի հանդուրժողականության վրա եւ զարմանում է, որ մեր ժողովուրդը այս ամենը հանդուրժելով, եթե դու հանդուրժում ես այս ամենը, ուրեմն այս ժողովրդին չի կարելի նաեւ աջակցել, լուրջ վերաբերվել, սուբյեկտ դարձ համարել, լուրջ վերաբերվել որպես պետություն։ Սա ես ասում եմ ձեզ այն ինչ վերաբերմունքը, որ ձևավորվում է արդեն աշխարհով մեկ։ Սա մենք այս վիճակից դուրս գալուց հələ երկար տարիներ պետք է այս խայտարակությունից դուրս գանք։ Երկար տարիներ, որտեղ մենք պետք է դեռ համոզենք, մեզ պետք է համոզենք, որ Թանսուչիլերը ճիշտ չէր, եւ մենք գյաուր չենք, մենք անհավատ ժողովուրդ չենք, մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը որպես պետականորեն հավատ, եւ մենք ըստ էության մեր մեջ այդ կեղտը, որը կա, որ այդ կեղտը, որ եկել է իշխանության, որ կեղտը երկար ժամանակ մեր մոտ կառավարել է, այդ կեղտը մենք պետք է մերան վիրահատենք, դուրս անենք, որպեսզի մենք մաքուր ձևով հանդես գանք մեր աշխարհի առջև, որ մենք նորից կամաց վերականգնենք մեր հանդեպ վստահությունն ու հարգանքը։ Մեր եկեղեցու, մեր հոգևորականների դեմ իրականացվող արշավներին զուգահեռ, գիտեք դա, որ 3 երկարաձգվեց Մկրտիչ Սրբազանի կալանքը եւս 1 ամսով, տեսեք, հայ, ես կուզեմ այս ԵԽԽՎ բանաձևին անդրադառնալ, որտեղ բանաձևը ընդունվել է եւ ի թիվս մի քանի այլ կետերի, Բեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ։ Տեսեք, այս մասով ինչ է տեղի ունենում, այսինքն ըստ էության այս իշխանությունը կարողացել է լավ աշխատել դրսում, որպեսզի այս տրամադրությունները գեներացնի, որպեսզի բանաձևում այս կետը տեղ գտնի, այս փուլում ինչ ունի անելու նաև մեր ընդդիմությունը, ընդդիմադիր դաշտը, որպեսզի ճիշտ աշխատելով թիրախային ցույց տա իրական պատկերը, թե ինչպես են իրենք հենց այս բռնաճնշումները իրականացնում մեր եկեղեցու, մեր հոգևոր դասի նկատմամբ։ Տեսեք, մեր ընդդիմադիր քաղաքական վերնախավը պետք է կարողանա իմաստավոր ինչ-որ process-ը adekvat պատկերացնել, թե ինչ է կատարվում Հայաստանից դուրս եւ adekvat պատկերացնելով adekvat այլընտրանքով հանդես գա մեր ժողովրդի առաջ, որպեսզի մեր ժողովուրդն էլ հասկանա, որ ինչ այլընտրանք է առաջարկում այս իշխանությանը եւ այդ այլընտրանքը ընկալելի եւ ընդունելի նաեւ դրսի միջավայրի համար։ Դա շատ կարեւոր խնդիր է։ Այս խնդիրն է, որ մեր ժողովուրդը, մեր քաղաքական վերնախավը պետք է լուծի եւ ես եւ իմ ընկերները ամեն ինչ անում ենք, որ այդ այլընտրանքը լինի եւ այդ այլընտրանքով մենք հանդես գանք, որովհետեւ իսկապես առանց դրա մենք չենք կարող լուծել Հայաստանի այս ճգնաժամից դուրս գալու խնդիրը եւ եթե մենք դա չկարողանանք լուծել, ապա մենք շատ տխուր վիճակի մեջ կհայտնվենք, ես եթե չասեմ ողբերգական վիճակի մեջ կհայտնվենք, կգնանք այն ճանապարհով, ինչ որ մենք տեսանք կատարվեց Արցախի հետ։ Պարոն Հոզյան, նաև
վերջերս ԱԱԾ մեկուսարանից Վարդան Ղուկասյանն էր խոսում այն մասին, որ ըստ էության դանդաղ մարդասպանություն է, այն ինչ իրականացնում են այս իշխանությունները։ Խնդրեմ այս մասով, հա, նաև ձեր տեսակետը արտահայտեք եւ տեսեք, հա, այս ինքնիշխանություն, հայրենիք, ինչի համար հիմա կալանավորված Վարդան Ղուկասյանը Միութենական պետության մասով իր անկես տեսակետը արտահայտելու համար, ու այսօր դուք նաև խոսեցիք Ֆիդանի հայտարարության մասին, այսօր խոսում ենք ինչ ինքնիշխանության մասին են խոսում, եթե ադրբեջանցիները վերընկած են մեր սուվերեն տարածքում, խնդրեմ։ Տեսեք, ես ընդհանրապես ուզում եմ ասեմ, որ ընդհանրապես այդ միջազգային խաղի կանոնի, միջազգային իրավունքների, միջազգային դեմոկրատական արժեքների մասին ամենաանկեղծը բանում Դավոսում նշեց Կանադայի վարչապետը, ինչի նշեց, որտեվ ինքը ծանր վիճակի մեջ է հայտնվել եւ ինքը խոստովանում է, որ փաստացի այն ինչ որ իրանք նախկինում հրճակել էին, դրանք սաղ ձևական էին եւ մեծ հաշվով խաղի կանոնը աշխատում էր այն դեպքում, երբ որ իրենց դա շահավետ էր։ Տեսեք, օրինակ, ասենք Կոսովոյի ինքնորոշումը դա լեգիտիմ ինքնորոշում է, իսկ օրինակ Ղրիմինը ոչ լեգիտիմ է։ Հայաստանի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը սպեցիալ կարելի է մերժել, կարելի է ժողովրդին հանել այնտեղից եւ Շարլ Միշելն ու Մակրոնը կարող են ողջունել դա որպես դեմոկրատիայի ձեռքբերում։ Այս ամենը մենք սա բոլորս տեսել ենք եւ խոսել, որ միջազգային հանրությունից կարելի է լուրջ ակնկալիքներ ունենալ, որ իրենք լուրջ գնահատականներ կտալ, այլևս էլ ոչ մեկ չի հավատում, այս հեքիաթները արդեն վաղուց անցել են եւ Տրամպի եւ Պուտինի այս քայլերը ցույց են տալիս, որ արդեն աշխարհն է մոտենում այն խնդրին, որ այն կեղծ արժեքները, որ մինչև հիմա մնացած կեղծ արժեքը փլվելու է եւ նոր աշխարհակարգ պետք է ձևավորվի, որտեղ գոնե այն ինչ որ պետք է հայտարարվի, պետք է կյանքին մոտ լինի եւ ստեցան ձևական բնույթ ունենա։ Ինչքան երբ կլինի դա ոչ մեկ չի կարող ասել եւ այդ իմաստով զարմանալ, որ այս իշխանությունը փաստացի կարելի է մարդկանց գցել բանտերը միայն իրենց քաղաքական հայացքների համար, ինչի վրա կարելի է զարմանալ։ Տեսեք, այդ մարդիկ հոգեվորականներին են տանում բանտ։ Հայաստանի պատմության մեջ գոնե հոգեվորականներին քաղաքաբանտարկել չէին սարքել, այսինքն խղճի ազատության խնդիր գոնե չկար։ Մենք ինչի մասին ենք խոսում։ Այս մարդիկ 18 թվականին գալիս էին իբր թե դեմոկրատական արժեքների խոմանից, իրենք ոտնարել են բոլոր դեմոկրատական արժեքները։ Դատական համակարգը պետք է անկարգ լիներ, ոչնչացել են դատական համակարգը։ Ինչի մաս, իրաց մոտ իշխանության տարանջատում սկզբում կա, գործադիր օրենսդիր իշխանության մեջ տարանջատման էլեմենտ կա, իհարկե ոչ։ Այսինքն այս մարդիկ տոտալիտար աղանդ են իրանից ներկայացնում, իրականում, բայց այդ տոտալիտար աղանդը իր հռետորաբանության մեջ խոսում է դեմոկրատական արժեքներից։ Այսքան բան։ Բայց այդ տոտալիտար աղանդը ոչինչով չի տարբերվում այն տոտալիտար աղանդներից, որը կա եվրոպական երկրներում, այլ երկրներում։ Մենք բոլորս տեսել ենք արդեն, այս մարդիկ բոլշևիկներից ոչինչով չեն տարբերվել։ Եվ այդ իմաստով զարմանալ, որ մարդուն կարելի է բանտում պահել իր քաղաքական հայացքի համար, կամ եկեղեցականին կարելի է բանտում պահել իր խղճի բանի համար, մենք ինչի վրա ենք կարող զարմանալ։ Մենք պետք է ուղղակի ժամանակն եկե, որ մենք արդեն քիչ զարմանանք, մենք պետք է արդեն կարողանանք կամք ունենանք, փոխենք այս իշխանությանը եւ ձևավորենք իսկապես խղճի եւ նորմալ իշխանություն։ Կարող է էլի ինքը թերություններ ունենալ, անթերի իշխանություն երբևէ չի լինում, բայց պետք է լինի որոշակի կարմիր գծեր բարոյականության եւ օրենքների, որով այդ իշխանությունը պետք է չանցնի։ Այս ինչ որ կատարվել է այստեղ արդեն բոլոր կարմիր գծերը այս մարդկանց մոտ կարմիր գիծ այլևս չի մնացել, թե բարոյական իմաստով եւ թե քաղաքական իմաստով։ Եկեղեցու դեմ արշավը իրենք շարունակում են, Իրաքին էլի գնացել էին տեսակ ինչ էր տեղի ունենում, քահանաները ահազանգում են, որ մինչև անգամ իրենց ընտանիքի անդամներին են սպառնում են, որ կողպեքը կկոտրեն եկեղեցու։ Ըստ էության իրենք ու իրենց խմբակը որտեղ գնում են, բղծում են այդ եկեղեցիները, դրանց զուգահեռ նաև այս իրենց քայլերը կարելի ասել եկեղեցիների փակման են հասնում։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Մարդ ջան, այստեղ մեկնաբանելու իմաստ չկա, մենք հասկանում ենք, թե ինչա սպասվելու, եթե հանգարց այս իշխանությունը կարողանա երկարացնել իր կյանքը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս ամեն ինչը կանգնեցնենք։ Ես կարճ ձևակերպեմ, այստեղ ոչ մի այլևս ոչ մի բանի համար պետք չի զարմանալ։ Պետք է պարզապես պատրաստ լինել այս իշխանությունը փոխելու համար։ Եվ գալիք ընտրություններով մենք պետք է այս ամենը փոխենք։ Եթե մենք ըստ էության ուզում ենք ապրել այս տարածաշրջանում, սա գոյաբանական խնդիր է մեր համար։ Սա մենակ եկեղեցու խնդիր չէ։ Այն հարձակումը, որ կա եկեղեցու դեմ, դա պետության դեմ հարձակում է։
Եւ այդ հարցակումը մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ներքին պահանջի, ներքին պատվերի հարց չէ, դա արտաքին պատվերի հարց է։ Դա նաեւ բոլորս գիտենք, այսինքն այս իմաստով մենք պետք է որպեսզի կարողանանք այս ամենը փոխենք, մենք իսկապես պետք է հասկանանք, որ սա առանձին վերցած եկեղեցու խնդիր չէ, առանձին վերցած մարդու խնդիր չէ, առանձին վերցած քաղաքական խնդիր չէ, սա ներիշխանական խնդիր չէ, սա ազգային գոյապանական խնդիր է, սա է հարցը։ Եվ նորից գալով այս թոշակառուների հետ կապված բան խոսեմ, իրենց այս քաղաքականությունը, իրենց ցոփ շվայտ փողեր, պարտավճարներ միլիոնավոր, անգամ չեն հերքում, անգամ իրենք բարձրացնում են դրա մասին եւ սովորացության անտեղության մատնված մեր հայրենակիցները թոշակառուները։ Գիտեք, ես այդ հարցին sense պատասխանում, երբ որ իշխանությունը այլասերվում է, ապա այլասերվում է մինչև վերջ։ Սա քաղաքագիտական նորմ է։ Այս մարդիկ այլևս իրենց համար թոշակառուները, բաները դրանք օբյեկտներ են, որոնք պետք է օգտագործվեին, որպեսզի իրենք գային իշխանության, իրենք այն ժամանակ կոկորտելոսի արդյունքներ էին լսնում աղքատ մարդկանց համար, թոշակառուների համար, բան, իրենք եկան իշխանության, հիմա իրենք վայելում են իրենց իշխանությունը, ուրիշ այդտեղ զարմանալու բան չկա։ Այս վերաբերմունք ուղղակի իրենց անպատժելիություն։ Այո, միանշանակ դա քաղաքագիտական նորմ է։ Բացարձակ իշխանությունը այլասերվում է բացարձակ մակարդակով, սա բանաձև է։ Եվ վերջին հարց, այսօր գիտեք ազգային ժողովը ընդունել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, եռաբնորում էին միջազգային այդտեղ են նաև շատ ծնողներ, ովքեր ասում են, որ եկել է որպեսզի այս իշխանությունը չփոխի իրենց զավակների շիրիմը եւ այս հունվարի 28-ին ընդառաջ այս օրվա նշանակումը ինչով է պայմանավորված ըստ ձեզ եւ ծնողներն ասում են դուք եք մեր երեխեքին տարած ֆանդի, հիմա այսպես եք ձեզ դրսևորում Փաշինյանը շուրջ է գրել։ Գիտեք, ես չեմ ուզում մեկնաբանել մի բան, որը իսկապես մեր ողբերգական սպանված երեխաների համար մենք պետք է ինչ-որ մի օր նշենք, թե որ օրը պետք է լինի դա առանձին քննարկման թեմա է, կարծում եմ, որ հետագայում մենք այդ հարցին ավելի լուրջ կանդրադառնանք։ Շնորհակալ